Դեկտեմբերի 25-ով կաթոլիկ եկեղեցին եւ եվրոպական մի շարք երկրներ ազդարարում են ծննդյան տոների մեկնարկը։ Մենք դրա հետ կապ չունենք, բայց Վանաձորում էլ դեկտեմբերի 25-ին հանդիսավորությամբ վառվեցին Հայքի հրապարակի տոնածառի լույսերը, ազդարարելով տոնական միջոցառումների սկիզբը։ Ինչպես եւ մեր հանրապետությունում ամեն տարի նախորդ տարվանից կյանքը առաջ է գնում, այնպես էլ նաև մեր տոնածառի շքեղությունը պետք է այդպես լիներ, եւ մենք որոշեցինք, որ այս տարի ավելի շքեղ տոնածառ պատրաստենք մեր համաքաղաքացիների համար եւ կարծես թե ստացվեց ավելի շքեղ։ Հայքի հրապարակում տոնածառի շուրջ համերգային ծրագիր էր նախատեսված։ Ներկա էին նաև օրվա գլխավոր եւ ամենասպասված հյուրերը Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Թող այս տարին լինի երգի տարի, բերքի տարի, մրգի տարի, խաղաղության տարի։ Թող որ մեր սահմաններում թևածի խաղաղությունը եւ մեր բալիկներին լիքը նվերներ բերք ու բարիք։ Տոնածառի շուրջն էին համախմբվել հեքիաթի հերոսներ, թևածում էր ուրախ երգն ու պարը, հրապարակ կանչելով վանաձորցիներին եւ հենց այդ երեկո Հայքի հրապարակից հնչեցին գալիք տարվա առաջին տոնական շնորհավորանքները։ Բոլոր վանաձորցիներին, ամբողջ հայ ժողովրդին եւ աշխարհի բոլոր խաղաղասեր մարդկանց մաղթում եմ առաջին հերթին քաջ առողջություն, երջանկություն, ուրախ նոր տարի։ Տարին լինի բարի, խաղաղության տարի լինի առաջի հերթին, առողջության տարի, երջանկության տարի, Աստծո աչքը իր հովանու ներքոտով վերցնի բոլոր հայ օջախներին։ Միք հեռուստաընկերություն